Երեք անգամ մեծամասնական ընտրակարգով պատգամավոր դարձած Բարգավաճ Հայաստան կուսակցության անդամ Լյովա Խաչատրյանը 100%-անոց համամասնական ընտրակարգի ջատագով է։ Մի պարզ պատճառով, ամենագլխավոր, որ մեծամասնական ընտրապայքարը դա գաղափարների պայքար չի։ Նրա կարծիքով այժմ մեծամասնությունը չպետք է տապալեր ՀԱԿ-ի նախաձեռնած արտահերթ նիստը, որտեղ պետք է քննարկվեր ընտրական օրենսգրքի, ինչպես նաև մի շարք օրենքներում նախատեսված փոփոխությունների եւ լրացումների մասին փաթեթը։ Մի հետաքրքիր կազուս առաջացավ, նիստ վարողը, որը չգրանցվեց, այսինքն բացակայեր, շարունակեց նիստը վարել։ Ինձ թվում է, որ նիստը դեռ չի էլ ավարտվել, որովհետև նիստ վարողը իրավունք չուներ, նորից եմ ասում, շարունակել նիստը։ Իսկ նիստը վարողը ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն էր։ ԲՀԿ պատգամավորից այսօր լրագրողները փորձեցին հնարավորինս տեղեկություններ կորզել։ Նրա կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի այն հայտարարությունից, թե նա արդեն որոշում է կայացրել 2013 թվականի նախագահի ընտրությունների վերաբերյալ։ Ես նման բան չեմ լսել, որ որոշում ընդունված է եւ ինչ-որ գրպանում դրված։ Խորհուրդը կուսակցության ղեկավարը ծանոթանում է տարածքների ակտիվի գնահատականին։ Լյովա Խաչատրյանը վստահեցրեց, որ նախագահի թեկնածուի մասին որոշում ԲՀԿ-ն կհրապարակի քաղխորհրդի նիստից հետո։ Դեռ ԲՀԿ-ն որոշում չունի։ Իսկ ինչ խնդիրներ է լուծել մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններում թիվ 12 ընտրատարածքից ընտրված Լյովա Խաչատրյանն այս ընթացքում իր ընտրողների համար։ Բյուջեին մոտ 11 տասնյակից ավել առաջարկներ եմ արել։ Ես երբեք ոչ մի բան իմ քարոզարշավի ընթացքում խոսք չեմ տվել եւ չեմ ասել խնդիրները գլուծվի, ես ասել եմ կլինեմ հասու։ Ես հասու եմ։ Տաթևիկ Ազիզբեկյան, Սերգեյ Սարվազյան, IPF